Ամառվա շոգին դիմակայելու համար լավագույն տարբերակն եմ բերել։ Պատրաստում ենք ծիրանով և դեղցով անչափ համեղ պաղպաղակ։ Այս բաղադրատոմսը մեկ անգամ փորձելուց հետո վստահեցնում եմ խանութից այլևս պաղպաղակ չեք գնի և միշտ կունենաք սառցախցիկում։ Կարող եք պատրաստել տարբեր մրգերով և հատապտուղներով և համերը փորձարկել։ 150 գրամ շաքարավազի վրա ավելացնում ենք 3 ձվի դեղնուց, 1 թեյ գդալ վանիլային շաքարավազ և 160 գրամ կաթ, խառնում ենք և դնում ենք ցածր կրակի վրա։ Եթե քաղցրի սիրահար եք, կարող եք շաքարավազը մի փոքր ավել վերցնել, այսպես ստացվում է միջին քաղցրություն ունեցող պաղպաղակ։ Անընդհատ խառնելով հասցնում ենք եռման ջերմաստիճանի, սակայն ոչ մի դեպքում չենք եփում, այդ ընթացքում զանգվածը հասցնում է խտանալ։ 30 և ավելի բարձր տոկոս յուղայնություն ունեցող սերուցքը հարում ենք սկզբից հարիչի ամենացածր արագությամբ, այնուհետև արագությունը քիչ-քիչ բարձրացնում ենք, հարում ենք 3-ից 4 րոպե։ Սերուցքը հարելուց հետո վրան ավելացնում ենք սառեցրած, մաղով անցկացրած կաթնային զանգվածը։ Ընդգծված մրգային համ և գեղեցիկ երանգ ստանալու համար կօգտագործենք համովի մրգային փոշին, դեղցի և ծիրանի համերով։ Համովը ներկայանում է իր 100% բնական արտադրանքով, կարող եք ձեռք բերել բանջարեղենից, մրգերից, տարատեսակ կանաչիներից և հատապտուղներից ստացված փոշի, որը նորություն է մեր շուկայում։ Կեղևազրկում ենք ծիրանը, դեղցը և պատառաքաղի օգնությամբ տրորում ենք, նախընտրելի է, որ պաղպաղակի մեջ լինի նաև մրգի խոշոր կտորներ։ Բարեկամներ, եթե նոր եք միացել Հայկական խոհանոց ալիքին, անպայման բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Ստացված զանգվածը բաժանում ենք երկու հավասար մասի։ Մի մասի մեջ ավելացնում ենք համովի դեղցի փոշին, 2 թեյ գդալ և մանրացրած դեղցը։ Չեք պատկերացնի, թե ինչ անուշ է բուրում և որքան համեղ է ստացվում։ Վստահեցնում եմ, որ եթե մեկ անգամ փորձեք, այս բաղադրատոմսը կդառնա ձեր սիրելին։ Արդյունքում ստանում ենք նման գեղեցիկ երանգ ունեցող զանգված, որը դնում ենք սառցախցիկ և թողնում ենք առնվազն 6 ժամ։ Մյուս մասի մեջ ավելացնում ենք համովի ծիրանի փոշին, մոտ 2 թեյ գդալ և մանրացրած ծիրանը։ Ինչպես տեսնում եք, պատրաստման մեջ բարդ բան չկա, ստացվում է բոլորի մոտ առաջին անգամից։ Դնում ենք սառցախցիկ և համբերատար սպասում ենք 6 ժամ և տեսեք արդյունքը, գերազանց է ստացվել։ Առանց ներկա նյութերի, հավելումների ամենահամեղ պաղպաղակն է, որը հանգիստ կարող եք տալ ձեր երեխաներին։ Սա չափազանց համեղ է, անպայման դուք էլ փորձեք և վայելեք։ Առայժմ